Ահա թե հիմա ինչ եմ պատրաստում եմ ամերիկյան կուկիզներ, մեզ պետք է 250 գրամ ալուր, այս ամենը կարող եք անել ձեռքով, առանց ապարատուրաների, սիրելիներս, որովհետև շատ հեշտ խմորեղեն է, ուղղակի ես ունեմ այն և հեշտացնում եմ իմ գործս, այսքան բան, 250 գրամ ալուր, մեկ թեյի գտալ փխրեցուցիչ, 125 գրամ կարակ, տնային ջերմաստիճանի տակ անվետ, շատ հարած չլինի և շատ սաղացած չլինի, 125 գրամ, ես չգիտեմ թե ինչքան է իմ մոտ, իսկ թվում է ինչքան կա, սա բավական կլինի, տեսնենք 125 գրամ, երեխեք 123 գրամ, մալադենց Անայիդ, մալաչինը, հիմա ինչ ենք անում, փակում ենք այն և պտտացնում, ական ամեն ինչը պատրաստելը ես մի քիչ արևածաղկի և դդումի սերմը մի քիչ թավայի մեջ փոխեցի գույնը, ռեցեպտի մեջ բաղադրատոմսի մեջ չկա, ես ինքս եմ հորինել, թափվեց, շաքարավազը ոչ թե սպիտակ է պետք, այլ պետք է շագանակագույն շաքարավազ, ասում են կասոնադը, սա, 125 գրամ շաքարավազ, ես 119 դրեցի, քիչ շատ, 150 գրամ ես 120 եմ արել, որովհետև շատ քաղցր կլիներ, քանի որ մեջը պետք է լինի շոկոլադ, սև շոկոլադ, վանիլին, 1 տուփ վանիլին, եթե իսկական վանիլին ունեք, ավելի լավ, դնում ենք և խառնում սիրելիներս, այս ամենը կարող եք անել ձեռքով, ինչպես գաթայի խորիզ եմ, շոկոլադ, սև շոկոլադ, ես սրանից եմ գնում, դուք կարող եք գնել սովորական շոկոլադ և ես ուղղակի ավելացնում եմ իմ ձեռագիրը, որ չկա մեջը, արևածաղկի սերմ և դդումի սերմ, ասեմ ձեզ, որ կարող եք նաև ընկույզ անել, դա արդեն ձեր հայացողության տակ, և թող պտտվի,